Ինչպես հավելում եք հայեցակարգ հրապարակումից հետո ինչ գործընթացներ է սպասվում։ Ուրեմն մենք ունենք պատրաստի հայեցակարգ, որի մեծ մասը, երևի 70% հայեցակարգի հենց խորհրդի կողմից քննարկվել եւ քվեարկվել է, բայց ունենք մի քանի հայեցակարգային դրույթներ, որոնք որ քննարկվել են մենակ մասնագետ հանձնաժողովի կողմից եւ process-ը հետեւյալն է. հունվարի 15-ից սկսած մենք շատ ինտենսիվ խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ նիստեր ենք անելու եւ ունենալու ենք մի քանի ամսում պատրաստի վերջնական հայեցակարգ, որը քվեարկվել է հենց համանդրական բարեփոխումների խորհրդի կողմից։ Այսինքն մարմինը, օրինակով բերեմ ազգային ժողովը, որը որ պետք է հաստատի, դա խորհուրդն է համանդրական բարեփոխումների, որը հաստատելուց հետո արդեն կսկսվի հանրային իրազեկման պրոցեդուրան, նաև դրան զուգահեռ կսկսվի հենց բուն համանդրության նախագծման process-ը, այսինքն հոդված առ հոդված, նայելով հայեցակարգը, սկսվելու է գրվել նոր սահմանադրությունը։ Ժամկետները 23 թվականի համար մի փոքր ուշացել էինք, բայց տարեվերջում արդեն եկել ենք հենց մեր ճիշտ ժամկետներին եւ կարծում եմ երևի 3 ամսվա ընթացքում առավելագույնը հուսանք, ուղղակի բարդ process-ներով ենք անցնում եւ ամեն հարցը դետալային քննարկում ենք, ունենանք արդեն վերջնական քվեարկված հայեցակարգ։ Այ քանի որ process-ները ճիշտ է հանձնաժողովի նախագահությունը ինձ է տրված, բայց դա զուտ ֆորմալ նիստերի վարման իրավասություն է, process-ը արագացնելու ոչ մի լիազորություն եւ հնարավորություն չունեմ, նույնիսկ շատ հաճախ մեր գործընկերների կողմից մեղադրվում եմ, որ շատ եմ ուզում արագ արդյունքը ստանամ, դրա համար որևէ խոստում չեմ կարող տալ, բայց կարծում եմ այս տարվա վերջ, այսինքն տարվա հաջորդ ասուլիսի ընթացքում կկարողանամ ձեզ ներկայացնել արդեն առնվազն 30% հենց բուն սահմանադրության նախագծի հետ կապված։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նախարարությունը առաջիկա տարում ինչ քայլեր է ձեռնարկում, բավարար է գնահատում ներքաղաքական բախմաններ։ Տեսեք, մենք հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում 2023 թվականին ամբողջությամբ ավարտեցինք հենց ինստիտուցիոնալ կայացման շրջափուլը, այսինքն ունենք հակակոռուպցիոն կոմիտե, ունենք հակակոռուպցիոն Արաչյանի դատարան, վերաքննիչ առանձին դատարան, հակակոռուպցիոն առանձին վճռաբեկ պալատ, ունենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը աշխարհում եզակի երկրներում է նման ինստիտուտ առկա, ունենք հպարտությամբ կարող եմ ասել կոնսենսուսային նոր շատ լավ հակակոռուպցիոն ռազմավարություն, որը գոհունակությամբ պետք է նշեմ, որ հազվագյուտ է լինում, որ նման ծավալի մեծ փաստաթուղթ ընդունելուց հետո հասարակական սեկտորից կամ մասնագիտական սեկտորից բացասական գնահատականներ չլինեն, իսկ մենք ունեցել ենք ռազմավարություն, որը գոնե մեկ նույնիսկ բացասական արձագանք չենք ստացել, դա այդ տառապալից երկարատև աշխատանքներ, որը հենց ՀԿ սեկտորի հետ, մասնագետների հետ մանրամասն քննարկել ենք։ Եվ այստեղից սկսած է ունենք աշխատավարձերի բարձրացում բոլոր ուղղություններով, բոլոր հակակոռուպցիոն, այսինքն կոռուպցիայի հակազդման համակարգերին տրված աշխատավարձը այնքան է, որ այլևս ոչ մի անկախ մարմին չի կարող ասել, որ մեր աշխատավարձը ցածր է, դրա համար մենք էֆեկտիվ չենք, եւ այս ինստիտուցիոնալ կայացման փաթեթը պատրաստ է, եւ այժմ մենք գտնվում ենք այն փուլում, որ երամսյակը մեկ պետք է քաղենք դրա պտուղները, իսկ պտուղը հետեւյալն է, որակյալ նախաքննություն, այսինքն այնպիսի նախաքննություն, որ դատարան գնալուց հետո գործը չջարդվի, այստեղ է, որ մեր հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որակով գործ անելուց հետո նաև ապահովի ժամկետի կարճ լինելը, ոչ թե տարիներով այնքան գնա, որ հանրության ակնկալիքը բարձրանա, բայց արդյունքը լինի ուշացած կամ ոչ որակով, իսկ հետո արդեն մեր հակակոռուպցիոն դատարանները էլի արագ ժամկետով կայացնեն արդար վճիռներ։ Արդար նաև նշանակում է ինչ
որտեղ ոչ միայն մեղադրական դատավճիռներով եւ ունենք նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի բազմաթիվ միջոցառումներ հենց ռազմավարությամբ նախատեսված, որտեղ շարունակելու են կարողությունների զարգացում, ինստիտուցիոնալ կայացում։ Ես կարող եմ ասել, որ կառավարությունը իր մասը այդ հակակոռուպցիոն ռազմավարության, քաղաքականության իրականացման շրջանակներում մեծ մասը իրականացրել է, այժմ գնդակը գտնվում է մեր իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում։ Խնդրեմ։ Խոսեց վարչապետի այցի արձանագրված իրացումների մասին, խոսքը վերաբերում է անորակ աշխատանքին, բնականաբար շինկազմակերպություններ են ներգրավված այս գործընթացում, վերջին ընդունվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ անդրադարձ կա, եթե չեմ սխալվում, գնման գործընթացը։ Այս մասին շատ է խոսում հատկապես կառավարության վերաբերյալ այս համակարգը բարելավելու հետ կապված։ Փոփոխություններ են նախատեսվում գնման գործընթացում, որը կկանխեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը ու նման հետևանքների բացառումը։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց եք բարձրացնում, որը ազդում է մեր երկրի կապիտալ ծախսերի վրա, հակակոռուպցիոն նաև քաղաքականության վրա, տեսեք, process-ը հետևյալն է եղել։ Մենք հասել ենք նրան, որ գնման process-ներում կոռուպցիան, չասեմ վերացել է, բայց հասել է նվազագույնի, բայց հաջորդ փուլը, որ եկել ենք, դա իրականում 24 թվականն է, որ եղած գործիքակազմերը վախեցած լինելու պատճառով այնքան դժվար էին, որ հիմա մենք պետք է դա մի քիչ հեշտացնենք, բայց նաև ավելի տեսանելի դարձնենք։ Իմ համոզմամբ դրա լավագույն ձևը դա թվայնացումն է։ Առհասարակ հիմա մենք այն process-ում ենք, որ մարդուն որոշում, սուբյեկտիվ որոշում կայացնելու process-ից պետք է հանել։ Եվ այստեղ է, որ մենք պետք է թվայնացնենք ամբողջ գնումների գործընթացը, մրցույթները բաց թափանցիկ իրականացնելու մեկ հնարավորություն կա, դա այդ երկփուլ մրցույթներն են, process-ը դարձնել ամբողջությամբ այդ կույր մրցույթ շահողի հետ հետո ստիպված հարաբերվելը, գոնե մեր նախարարությունը մենք արդեն անցել ենք դրան, որ ամեն ինչը փորձում ենք երկփուլ անցնենք։ Թվային գործիքներով ամբողջ process-ը պետք է դրան անցնի։ Ինչ է տեղի ունենում։ Դու հայտարարում ես մրցույթ, մենք ունենք հենց արտադրության նախարարություն ունենք նման դեպքեր, էժան գին տրվողը գալիս հաղթում է եւ դու չես կարողանում այլ ձևով իրենից ստանալ արդյունքը։ Պետք է սպասես այնքան մինչեւ ինքը ձախողվի, նոր սկսես արդեն դատական process, պայմանագրաիրավական հարաբերությունների դաշտում իր հետ հարաբերությունները պարզելը։ Սա մի process գնումների։ Դե մյուսը իրականում ամենակարևոր, որ պետք է իրականացվի, դա վերահսկողական մեխանիզմների սահմանումն է եւ կոնկրետ պատասխանատուների հստակեցումը, որովհետեւ շատ դեպքերում նույնիսկ մեր արդարադատության բլոկի մրցույթներում դժվար է հասկանալ ով ինչի համար է պատասխանատու, որովհետև հայտարարվում է մրցույթ օրինակ դատարանի շենքի, մի քիչ պատասխանատու է արդարադատության նախարարությունը, մի քիչ քաղաքաշինության կոմիտեն, մի քիչ դատական դեպարտամենտը, ու եթե այդ բոլոր օղակների միջև մարդկային հարաբերություններ, այսինքն աշխատանքայինից բացի նաև այլ հարաբերություններ չլինեն, շատ դժվար է հասնում արդյունքի, որտեղ շատ հեշտ է մեկը մյուսի վրայից գցել պատասխանատվություն։ Ամենակարևորը մենք պետք է անենք, որ հստակ պատասխանատվության սահմանում, երկրորդը թվայնացում ամբողջ process-ի, երրորդը վերահսկողական մեխանիզմների հստակեցում եւ չորրորդը ոչ պակաս կարևոր այդ երկար դժվար անհասկանալի process-ների հնարավորինս կրճատում։ Օրինակ բերեմ, այնքան երկար են այդ process-ները, որ ես արդարադատության նախարարի տեղակալ որպես սկսել եմ աշխատել արդեն հարկադիր կատարման ծառայության ավտոկայանատեղի պարկինգի մրցույթի վրա, որ նոր տարածքի վրա ուզում ենք նոր միջազգային չափանիշներին համապատասխան պարկինգ լինի, որ այդ բռնագանձված գույքը կամ մեքենան չփչանա այդ ընթացքում, արդեն 2 տարի է նոր հասել ենք մրցույթի հայտարարման փուլին, որտեղ ամեն ինչը երբ որ անում ես օրենքի տառին համապատասխան, դա ահավոր հսկա ժամանակ է տանում։
Մինչև 26-ը ընդհանուր վերջնական արդյունքն է, 26-ը ինձ թվում է կտևի հենց թվայնացումը, որովհետև շատ դժվար է դրա սոֆտի գրելը, բայց ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կան, որ 6 ամիսը մեկ արդեն պետք է արդյունքները արձանագրենք, ֆիքսենք, առնվազն ժամկետների հստակեցում եւ վերահսկողական մեխանիզմների սահմանումը մեր ձեռն է, այսինքն չենք պատվիրել ինչ-որ ծրագիր, որը սպասենք 1 տարի։ Պարոն նախագահ, կառավարությունը մեծ թափով իրականացնում է ակադեմիական քաղաքի ծրագիրը, նախագիծը նաև արդարադատության թաղամաս հիմնելու, այնտեղ նախատեսում են նաև քրեակատարողական հիմնարկների կառուցում, խոսում են նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության մասին, հաստաբանները հաճախ բարձրացնում են այդ հարցը։ Այս ամեն ինչը հաշվի առնելով կա արդեն առարկայական ինչ-որ Արդարադատության թաղամասի պրոյեկտը հետևյալն է, կար գաղափար, որպեսզի բոլոր արդարադատությանը վերաբերելի հիմնարկությունները, շենքերը, շինությունները տեղակայվեին մեկ վայրում, այնուհետև իմ կարծիքով շատ ավելի ճիշտ որոշում է կայացվել եւ այդ պրոցեսը գործընթացը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, դա տեղափոխել պրոյեկտը դեպի ավելի մեծ նախագծի կառավարական թաղամաս, այսինքն ոչ թե նախարարությունը, դատախազությունը գնալ, բոլոր պետական գերատեսչությունները կենտրոնից դուրս գնան քաղաքին մոտ, բայց իրականում մարզում տեղակայվեն, համ կենտրոնը կբեռնաթափվի, համ այս հսկա շինությունները, որ պետական չինովնիկներն են զբաղեցնում, իրականում կտրվի բիզնեսին վարձատրություն, վաճառք, այսինքն շահույթ կգեներացվի, դա կա դրա միջազգային փորձը, ուղղակի բավականին խոշոր մեծ նախագիծ է եւ կարծում եմ այս տարի արդեն կունենանք դրա առնվազն մոդելավորումը։ Ինչ վերաբերվում է, բայց արդարադատության թաղամասի մեջ քանի որ կար նաեւ նոր բանտի գաղափարը, նոր բանտը պահել ենք, այսինքն Էրեբունի վարչական շրջանում, որտեղ հիմա հենց մեր շահող կազմակերպությունը գեոլոգիական եւ գեոդեզիական ուսումնասիրություն է իրականացնում, մենք ունենալու ենք նոր բանտի մոդելը կա, ամեն ինչը գծված է, մոդելավորումը կա եւ նոր բանտի հարցը լուծվում է։ Նաեւ բանտերի բեռնաթափան ուղղված մի քանի միջոցառում են կարել եւ դրա ամենակարևոր ձեռքբերումը ես սկզբից չնշեցի, բայց տարվա այսպես ասած know-how-ն դա պրոբացիայի ծառայության կերպարանափոխումն է հատուկ ծառայության եւ առաջի անգամ Հայաստանի Հանրապետությունում տնային կալանք եւ վարչական հսկողության ինստիտուտի ներդրումն է, որպեսզի պատկերացնեք, թե ինչքան ենք օգուտ տվել այդ իմաստով մեր բանտերի բեռնաթափմանը, մենակ 23 թվականին 860 տնային կալանք եւ վարչական հսկողություն է կիրառվել, այսինքն 900 մարդ չի հայտնվել բանտում եւ մեր դատավորներին հնարավորություն է տրվել տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառելով այդ մարդկանց չտանել բանտերը։ Դա ոչ միայն բեռնաթափմանն է ուղղված, դա նաեւ շատ կարեւոր միջոցառում է վերասոցիալականացման ուղղված, որովհետեւ բոլորս գիտենք, որ եթե մարդը նույնիսկ միջին ծանրության հանցանք են գործել եւ դու դրան ուղարկելով բանտ, շատ ավելի վտանգավոր է դարձնում այն իմաստով, որ այդ միջավայրում ավելի ծանր հանցագործությունների ընդունակ է դառնում եւ այս մասով ես կարող եմ ասեմ, որ պրոբացիայի ծառայությունը դա լավագույն մեր պրոյեկտներից է այս տարվա հաջողված եւ արդյունքները արդեն